Մենք ավարտեցինք երկրորդ գլխի մեր ուսումնասիրությունը Դանիելի մարգարեության, բայց մի հատ շատ կարևոր բանի ուշադրություն տենց մանրակրկիտ չենք դարձրել, որին այս անգամ ամբողջ մեր սերտողությունը, մեր ժամանակը պետք է նվիրենք։ Մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն պետք է ներկայացնի այս 44-րդ խոսքում նշված թագավորությունը, որը իրականում ջախջախում է մնացած թագավորություններին ու մնում է հավիտյան։ Աստծո թագավորության մասին այս անգամ խոսենք, ինքը շատ ծավալուն թեմա է, այնպիսի մի թեմա է, որի մասին շատ մարդիկ խոսում են, հա, այսպես ուղղակի բառակապակցությունն են ասում, Աստծո թագավորությունը կամ երկնքի թագավորությունը, բայց երբ որ ասում ես ինչ է Աստծո թագավորությունը, շատերը բարդանում են, դժվարանում են, հա, պատասխան տալ, հա, սահմանում, ու իրականում հասկանալի է, Աստվածաշունչը շատ տարբեր կերպերով ու շատ համարներով մեզ ներկայացնում է, թե ինչ է Աստծո թագավորությունը, դրա համար պատշաճ համարեցի այս անգամ այսպեսի մի առանձին, հա, սերտողություն նվիրենք, ընդհանուր նայենք, թե Աստվածաշունչը ինչ է ասում ընդհանրապես Աստծո թագավորության մասին։ Ու եթե մենք կարդանք 44-րդ համարը, թե ինչ է Աստծո թագավորությունը, որ այստեղ ասում է, որ երկնքի Աստվածը պիտի հաստատեր, չէ, առաջի բանը դա էր, որ մեզ ասվում էր այս համարի մեջից։ Աստծո թագավորությունը մի բան էր, որ երկնքի Աստվածը պիտի հաստատի Դանիելի խոսքերով։ Երկրորդ բանը, որ տեսնում ենք համարից այնա, որը երբեք չի կործանվի, ընդհակառակը կկործանի մյուս թագավորություններին ու կհաստատվի հավիտյան։ Այս բաժանումով համարից գալիս են մի քանի բնական հարցեր թագավորության վերաբերյալ։ Երբ պիտի Աստված այն հաստատի, առաջին հարցը, արդյոք այն հաստատվել է ինչպես մարգարեացվել էր, թե դեռ պիտի հաստատվի ապագայում, ու եթե այն հաստատվել է ու երբեք չի կործանվելու, կամ պետք է ապագայում հաստատվի ու երբեք չկործանվի, ո՞րն է այդ թագավորության ապագան։ Ու կարող ենք մենք լինել այդ անկախտելի թագավորության մի մասը։ Սրանք հարցեր են, որոնք առանձնացրել եմ, որպեսզի պատասխանենք, բայց ընթացքում եթե էլի հարցեր լինեն թագավորության վերաբերյալ, մեծ հաճույքով դրանք էլ կքննարկենք, որտեղ ինքը շատ ծավալուն թեմա է։ Դանիելը ասում է այդ թագավորների օրերում, չէ, խոսքը այդպես է տրվում Նաբուգոդոնոսորին, ու Դանիելը արձանը նկարագրում է որպես 4 թագավորությունների պատկեր, որոնք պիտի բարձրանան ու անկում ապրեն։ Սա մենք տեսանք անցած անգամվանից, հա, ու առաջինը անկասկած այս արձանի մասերից առաջինը դա Բաբելոնն էր 37-38-րդ համարներում նկարագրված։ Ու Բաբելոնը որպես մեկնակետ ընդունելով համաշխարհային պատմությունը հաստատում է, որ հաջորդ 3 թագավորությունները պիտի լինեն մանրապարսկական թագավորությունը, ներկայացված արծաթե կրծքով ու բազուկներով, հունական կայսրությունը, ներկայացված պղնձե որովայնով ու ազդրերով, եւ հռոմեական կայսրությունը, ներկայացված երկաթե սրունքներով ու երկաթի ու կավի խառնուրդով ոտքերով։ Այսպիսով կարելի է սպասել ըստ այս հատվածի, որ Աստծո թագավորությունը, այդ անկախտելի թագավորությունը կարելի է հաստատումը, հա, դրա սպասել հռոմեական կայսրության օրերին։ Ու Սուրբ գրքի վկայությունը կարևոր է Աստծո թագավորության մասին, սա առաջին մեր համար այսպես նախապայմանն է, որ կարող ենք այս հատվածից վերցնել։ Ու նոր կտակարանի ուշադիր ընթերցողներին ծանոթ արտահայտություն է սա, ժամանակը լրացել է։ Հիշում եք, այսպիսի արտահայտություն կա նոր կտակարանում։ Եթե ուշադիր լինենք, թե ինչ էր Հովհաննեսը քարոզում ու երբ էր քարոզում, սա շատ կարևոր է մեզ համար թագավորության ընկալումը, հա, ունենալու համար։ Նայեք, Հովհաննես Մկրտիչը քարոզում էր հռոմեական կայսրության օրերին։ Ու քարոզում էր ասելով երկնքի թագավորությունը մոտ է։ Մատթեոս 3-րդ գլխի հենց բացող համարներում է սա ասում։ Հիսուսն էլ նույնն է քարոզում, ասելով, որ ժամանակը լրացել է 4-րդ գլխում հենց Մատթեոսի ավետարանի։ Եվ ոչ միայն։ Ու ժամանակը լրացել է եւ Աստծո թագավորությունը մոտեցել է արտահայտությունը, պետք է միասին կարդանք, որովհետեւ երկրորդը բացատրում է առաջինը, հա, որ ժամանակն է լրացած։ Դանիելի, հա, նկարագրած այդ ժամանակը, որ այստեղ մենք տեսնում ենք։ Այսպիսով հավիտյան այս չավերվող թագավորությունը պետք է հաստատվեր հենց հռոմեական կայսրության օրերին։ Մենք տեսնում ենք այդ սպասումը, հա, թե Հովհաննեսի մոտ, թե Հիսուսի մոտ։ Հովհաննես Մկրտիչն էլ Հիսուսն էլ ակնկալում էին այդ թագավորության հաստատումը։ Ապաշխարեք, որտեղ երկնքի թագավորությունը մոտեցել է ձեզ։
Նույն падգամը նաև տրվեց 12 առաքյալներին, երբ Հիսուսը նրանց ուղարկում էր քարոզելու։ Ինչ ուղարկեց քարոզելու առաջին անգամ Մատթեոս 10-րդ գլխում ասաց գնացեք քարոզեք, որ երկնքի արքայությունը մոտեցել է։ Ու ընդհանրապես սինոպտիկ ավետարանները լիքն են ու հագեցած են Աստծո արքայության ուսմունքով։ Սա մի բան չի, որ ուղղակի ինչ որ տենց ժամանակային մի հատվածում նոր կտակարանում ինչ որ գրքի մեջ ուղղակի խոսվել ու հպանցիկ անցել է։ Հիսուսի երկրային ծառայության կենտրոնական թեման էր սա։ Ու այս թեման չի սահմանափակվում միայն Հիսուսի երկրային կյանքով։ Եթե նայենք մենք Հիսուսի հարությունից հետո մի շարք համարներ, օրինակ Գործք առաքելոց 1:3-ում գիտենք, որ Հիսուսը հարությունից հետո 40 օր աշակերտների հետ է դեռ լինում ու սովորեցնում է, գրված է, խոսում էր արքայությանը վերաբերող բաների մասին։ Գործքի 1:3-ում։ Սա ինչ կարևոր թեմա էր, որին Հիսուսը այսքան ուշադրություն էր դարձրել, որ մոտավորապես 3.5 տարի սովորեցրել էր արքայությունը, հա, առակներով էլ անգամ, չէ, արքայության առակներ կան ավետարաններում։ Բայց չնայած դրան պետք էր, որ էլի ինքը 40 օրերի ընթացքում սովորեցներ արքայությանը վերաբերող բաների մասին։ Ու իրականում հենց այդ հատվածում, եթե մենք վերցնեինք այդ հատվածը ու միայն դա այսօր ուսումնասիրենք, հենց 6-րդ խոսքում էլ առաջին գլխի Գործքի, տեսնում ենք աշակերտների պատասխանից, որ իրանք տենց էլ չէին հասկացել այդ ինչ ուսուցում էր։ Որտեւ իրանք ասում են, այս անգամ էս հաստատելու Իսրայելին թագավորությունը։ Իրանք նախ առաջինը չէին հասկացել, որ այդտեղ հեթանոսական տար կա, որ մենք այնքան Աստծո արքայության քաղաքացիներ ենք, որքան որ էթնիկ հрьяաները, իրանք չէին հասկացել ժամանակները։ Ու Հիսուսը չի բացատրում։ Ինքը ասում է ձեզ տրված չի ժամանակը, բայց ինքը ասում է, որ դուք կլինեք իմ վկաները։ Գնացեք քարոզեք այս արքայությունը, մինչև որ ես կգամ։ Ու մենք տեսնում ենք, որ Սուրբ Հոգու գալով շատ բան փոխվեց։ Պետրոսի քարոզը Պենտեկոստեի օրը լիքն էր էլի այս արքայության ձևակերպումներով։ Եթե մենք նայենք երկրորդ գլխի քարոզը Պետրոսի 30-ից 36 համարների մեջ ընկած, հենց 36-ում Պետրոսը ասում է ամբողջ Իսրայելի տունը հաստատապես թող իմանա, որ Աստված այս Հիսուսին, որին դուք խաչեցիք, Տեր եւ օծյալ է արել։ Սա էլի արքայության լեզու է։ Եթե մեկը կասկածում է, որ սա արքայության լեզու է, խնդրում եմ նայենք իրար հետ նախորդ համարը անմիջապես։ Ասում է համեմատական անցկացնելով Դավթի եւ Հիսուսի միջև, Դավիթը երկինք չբարձրացավ, բայց ինքը ասում է Տերն իմ Տիրոջը ասաց նստիր իմ աջ կողմում, միջև քո թշնամիներին քո ոտքերի պատվանդանը դարձնեմ։ Այսինքն Պետրոսի համար Հիսուսի համբարձումը արդեն հա այդ գահակալության իր մեջ այդ տարը պարունակում էր, որովհետև ինքը հակադրում է Դավիթի հետ։ Դավիթը երկինք չբարձրացավ, Դավիթը թագավոր էր, բայց Հիսուսի մասին ասում է նստիր իմ աջ կողմում, միջև քո թշնամիներին քո ոտքերի պատվանդանը դարձնեմ։ Այսինքն հասկանում ենք, որ այս արքայական բարձրացումը Հիսուսի համբարձմամբ տեղի ունեցավ։ Ու հետո տեսնում ենք 8-րդ գլխից Գործք առաքելոց, երբ որ Երուսաղեմում հալածանք է սկսվում, աշակերտները ցրվում են, գրված է Փիլիպոսը Սամարիա իջավ ու քարոզում էր էլի Աստծո արքայությանը վերաբերող բաների մասին եւ Հիսուս Քրիստոսի անունը։ Այսինքն տեսնում ենք, որ այս արքայության քարոզը, Քրիստոսի անունը քարոզելը իրենք անբաժան էին առաքելական դարաշրջանում։ Պողոսն էլ հենց ինքը վերադառնալով նորաստեղծ, հա, այդ եկեղեցիներին իրենց զորացնելու համար իր падգամը ամփոփում էր մեկ նախադասությամբ 14-րդ գլխում, ասում է շատ նեղությունների միջով պետք է մտնենք Աստծո արքայությունը։ Ցույց տալով, որ այն ինչի մեջով դուք հիմա անցնում եք, դա հենց այդպես էլ պետք է լինի, որովհետև դուք փոխադրվել եք, ինչպես Կողոսացիս նամակում է ասում, հա, փոխադրվել եք արդեն իր սիրելի որդու թագավորության մեջ։ Ու Եփեսոսում 3 ամիս սինագոգներում համարձակորեն խոսում էր եւ համոզում էր հրեաներին Աստծո արքայությանը վերաբերող բաների մասին։ Էլի հաջորդող գլուխներում տեսնում ենք այսպիսի բաներ։ Իսկ Եփեսացիների երեցների հետ իր վերջին զրույցի ժամանակ Պողոս առաքյալը 20-րդ գլխում ասում է, որ իր ամբողջ ծառայությունը եղել է արքայության մասին քարոզ։ Մենք տեսնում ենք, որ Հովհաննես առաքյալն էլ Պատմոս կղզում, երբ որ ներկայացնում է իր նամակը, հա, իր ընթերցողներին, երբ որ իրեն պետք է ներկայացնի, ինչ է ասում է. ես արքայության եղբայրակիցն եմ ձեր հետ։ Չարչարանքների եղբայրակիցն եմ ձեր հետ ու արքայության եղբայրակիցն եմ ձեր հետ։ Ու այս ամենը ցույց է տալիս, որ Աստծո արքայության գաղափարը սերտորեն միահյուսված է ավետարանի հետ, հենց ավետարանի էությանը։ Մենք չենք կարող դրանք բաժանենք իրարից։
ու Հիսուսի ու ամբողջ աշակերտների ու առաքելական ընդհանուր դարաշրջանի այդ հիմնական պատգամն էր Աստծո թագավորությունը։ Ու մենք պետք է հաստատենք հետևաբար, որ Աստծո թագավորությունը թե հին թե նոր կտակարներում Սուրբ գրքի կենտրոնական թեմաներից մեկն է։ Ու երբ խոսվում է Աստծո արքայության մասին, մենակ այս բառակապակցությունը պետք չի ման գանք։ Երբ խոսվում է Աստծո թագավորության մասին որպես գերիշխան, Աստծո մասին որպես գերիշխան թագավոր, Քրիստոսի տիրապետության, պատվիրանների, հնազանդության, երկրպագության, այս ամեն ինչը, այս ամեն հատվածներում մենք հանդիպում ենք արքայության լեզվին։ Հետևաբար իմ առաջարկը այն է, որ արքայության գաղափարը, եթե մենք սահմանափակենք այդ հունարեն այդ բասիլեա թագավորություն, հա, ֆիզիկական կերպով, հա, մենակ այդ բառի գործածությամբ, սա կլինի ամբողջ Աստվածաշնչի առանցքային, հա, ամենաառանցքային թեմաներից մեկի թերի ընկալում, որովհետև արքայությունը ավելին է, քան ուղղակի ինչ որ աշխարհագրական տարածք։ Մենք այս համաներից դա ենք հասկանում։ Ինքը նման չի այն թագավորություններին, որը որ Դանիելը նկարագրում էր, որ այս քարից առաջ, հա, գոյություն են ունենում։ Ոչ մի բանով նման չի։ Ոչ տարածքով, ոչ թագավորով, ոչ արժեքներով, ոչ տևողությամբ։ Բայց մենք պետք է հասկանանք վերջերջո ինչ է այս թագավորությունը, պետք է գոնե կարողանանք որոշակի սահմանում տանք։ Ու Աստծո արքայությունը, ինչպես արդեն նշեցի, չի կարելի հասկանալ որպես ուղղակի աշխարհագրական տարածք։ Մարդիկ կան, որ սենց հասկանում են։ Մենք վերջում կնայենք տարբեր տեսակետներ, 4 տեսակետ կնայենք Աստծո արքայության մասին, որտեղ այս տեսակետները կան, հա, վաղուց քրիստոնեական աշխարհում շրջանառվում են, բայց ամեն դեպքում իմ առաջարկը հետևյալն է, որ ճիշտ այն դիտարկել որպես Աստծո սենց դինամիկ կառավարում, իշխանություն։ Աստծո գերիշխանությունը առաջին հերթին փրկության ոլորտում, դա Հովհաննես 3-ից հեսա կտեսնենք։ Երբ որ Հիսուսը խոսում է փրկությունից, ինքը խոսում է նաև Աստծո արքայությունից։ Հենց այդտեղ վերստին ծնունդի մասին խոսակցության ժամանակ։ Հետևաբար Աստծո գերիշխանությունը փրկության ոլորտում, արդարության ոլորտը ու երանության կամ այդ օրհնվածության վիճակը, որը հավատացյալը ունի կամ պետք է ունենա։ Ինչի համար եմ սա ասում, Պողոսը առաջին Կորինթացիս 4:20-ում ասում է Աստծո արքայությունը խոսքով չի, այլ զորությամբ է։ Սա շատ կարևոր համար է հասկանալու համար հենց այս ավետարանի էությունը, Աստծո զորությունը փրկagorցության, հա, այդ ոլորտում։ Հետո Լեռան քարոզը, ես ենթադրում եմ, որ բոլորս էլ տեղյակ ենք այդ գլուխներից, դրա համար չեմ անդրադառնա առանձին համարներին, բայց Լեռան քարոզը իր հերթին ընդհանուր կերպով հանդիսանում է այդ արդարության, արքայության բացատրությունը ու նաև որի մեջ կան թե ներկա, թե ապագա օրհնությունների խոստումներ։ Ու Աստծո արքայությունը հետևաբար այն ոլորտն է, կարելի է այսպես ասել, որտեղ նրա գերիշխանությունն ու տիրապետությունը դրսևորվում են։ Բայց այս ճշմարտությունը այնպես չի, որ մարդիկ բոլորը սկզբից հասկացան կամ մինչև վերջ էլ շատ մարդիկ չհասկացան ու հենց փարիսեցիների հարցերից մենք կարող ենք շատ բան հասկանալ։ Տեսեք, փարիսեցիները երբ Հիսուսին հարցնում են, թե երբ պիտի գա արքայությունը, Հիսուսը պատասխանում է մի արտահայտությամբ, որ շփոթեցնում է փարիսեցիներին։ Ղուկասի ավետարանում է գրված 17-րդ գլխում, Հիսուսը ասում է Աստծո արքայությունը երևույթով չի, որովհետև Աստծո արքայությունը ձեր մեջ է։ Սա իրենց շփոթեցրեց։ Իրենք սպասում էին տեսանելի թագավորություն, բայց Հիսուս ասում է Աստծո արքայությունը երևույթով չի, ինքը ձեր մեջ է։ Ու սա ստացվում է, որ Հիսուսի ծառայության ժամանակ, հա, արքայությունը ներկա էր իր ուսմունքներում, իր հրաշքներում, իր ողորմած գործերում, այն ինչ որ Հիսուսը անում էր իր գործունեությունը, որ ծավալում էր։ Ու փարիսեցիները շփոթվում էին, որտեղ նման արքայության չէին սպասում, իրենք լրիվ ուրիշ արքայության էին սպասում։ Նման Դանիելի նկարագրած 3 արքայություններին, որոնք որ եղել էին, որոնց որ այդ քարը գլորվում է եւ ջարդուփշուր է անում։ Բայց շատ կարևոր մի տարբերակում էլ կա, թեև Հովհաննես Մկրտիչը ու Հիսուսը նույն պատգամն էին քարոզում, իրենց տեսանկյուններում տարբերություն կա։ Հովհաննեսը քարոզում էր որպես նախակարապետ, հա, այսպես ասած գիշերվա վերջին պահակ, որ լույսի մասին խոսում է, բայց Հիսուսը քարոզում էր որպես հենց ինքը լույսը, որ բերում էր այդ օրը, որ խոստացված էր, որ քարոզվում էր Հովհաննեսի կողմից։ Արքայությունը, այո, Հովհաննեսի ծառայության մեջ ներկա էր, բայց ոչ այն կերպ, ինչպես Հիսուսի մեջ։ Հովհաննեսը մատնանշում էր ավելի մեծին Դավթի մեծ որդուն, որի մեջ ինքնին մարմնավորվում էր Աստծո տիրապետությունը։ Ու չի կարելի, էլի եմ ասում, միայն ապագայի մեջ դա տեսնել, որտեվ Հովհաննեսի բառապաշարից էլ այդ եզրակացությունը չենք անում։ Երբ որ Հովհաննեսը խոսում է արքայության մասին, ինքը չի ասում, որ
ծառը կտրողը այնտեղ իր բակի հետևում տապորը սրում է կամ չգիտեմ միտք ունի որ հեսա կգա ծառերի մոտ ինքը ասում է որ տապորը արդեն դրած է այդ ծառերի մոտ սրանից շատ բան կարելի է հասկանալ որ խոսքը անմիջապես հաստատվող ինչ որ մի բանի մասին էր ու դրա համար եմ ասում որ եթե մենք Դանիելի մարգարեության այս հատվածը կարդանք հա հետևողական կերպով ոնց որ կարդում էինք դրանից վերևի հատվածը պետք է հավատանք որ Հռոմի թագավորության Հռոմի կայսրության ժամանակ այդ թագավորությունը արդեն սпасելի է հետաքրքիր մի բան էլ կա միայն Մատթեոսի ավետարանում հանդիպում ենք այսպիսի բառերի հա նշեմ որ արքայությունը շատ անգամ արտահայտվում է շարժում արտահայտվող բայերի միջոցով մտնել, փնտրել, դուրս հանել, ուժով է գրավում, վրա է գալիս, հավաքել, գալ, տարբեր այսպիսի հունարեն բայերով, որոնք որ շարժում են արտահայտում։ Սրանցից կարելի է ենթադրել, թե ինչպես է մարդը հարաբերության մեջ մտնում Աստծո տիրապետության հետ։ Բայց սահմանելուն մի հատ էլ օգտակար տարբերակ կա։ Ամենաօգտակար եղանակներից մեկը ես կասեի, դա բացառելու տարբերակն է։ Սուրբ Գիրքը ինքն է հաճախ ցույց տալիս, թե ինչպես կարելի է անել սա։ Առաջին հերթին մեզ հստակ ասում է, որ Աստծո արքայությունը այս աշխարհից չէ։ Հա, ցույց տալ, թե ինչ որ մի բանի մասին խոսելուց, երբ որ սահմանում ես, ցույց տալ, թե ինչ ինքը իրենից չի ներկայացնում։ Եվ սա գործը շատ հեշտացնում է։ Հիշում եք Հիսուսն է պատասխանում ասելով, որ Հովհաննես 18-րդ գլխում, որ Աստծո արքայությունը այս աշխարհից չի։ Ու Հիսուսը բացայց սովորացնում է, որ իր թագավորության ծագումն ու հիմնական բնորոշումը երկրային իրականությունից չեն։ Այսինքն այն ինչ որ մարդն է ակնկալում, այն ինչ որ մարդու աչքին արժեքավոր, այդպես չի իր թագավորությունը։ Ու նրա կրոնական հակառակորդները հենց այստեղ էին սխալվում արքայության ուսմունքը մեկնաբանելով քաղաքական կամ աշխարհիկ ինչ որ կատեգորիաներով, բայց Հիսուսի իշխանությունը պարզվում է երկնային է եւ ունի աստվածային ծագում, ունի աստվածային գոյություն։ Սա է Հիսուսի պատասխանը։ Ու Աստծո արքայությունը էլ ինչ չի, այստեղ մենք կարդացինք այդ համարը առաջին Կորինթացիս 4:20-ը խոսքերով չի, այլ զորությամբ։ Պողոսը Կորինթոսում չէր ներկայացնում պարզապես ինչ որ գեղեցիկ, հա, հնչող կրոնական արտահայտություններ։ Նրա ծառայությունը ուղեկցվում էր իրական հոգևոր զորությամբ, մարդկանց վերստին ծնունդը, հրաշքները, հա, այդ ամեն ինչը ներկայացվում էր եւ դրանք վկայում էին Աստծո արքայության ներկայության մասին։ Այսինքն իր քարոզի ժամանակ ներկա էր Աստծո արքայությունը։ Ու երրորդը ուտելիք եւ խմելիք չի Աստծո թագավորությունը։ Հռոմեացիներին 14-17 մենք երկար մնացել ենք այս համարի վրա, երբ որ անում ենք մեր հռոմեացիներին թղթի սերտողությունը։ Թեև ուտելն ու խմելը այո, պետք է արվեն Աստծո փառքի համար, առաջին Կորինթացիս 10-ում խոսում է դրա մասին։ Հա մենք պետք է փառք տանք Աստծուն մեր ունեցածի համար եւ հա ուտենք դա եւ խմենք դա։ Բայց ամեն դեպքում դրանք չեն արքայության էությունը։ Ու քրիստոնյաները հենց դա էր այստեղ Պողոսի ասածը, որ քրիստոնյաները երբ բաժանվում են նման անցողիկ հարցերի շուրջ կամ գայթակղեցնում են միմյանց, իրենք սխալ են հասկանում արքայության բնույթը։ Արքայությունը բաղկացած է արդարությունից, խաղաղությունից ու ուրախությունից Սուրբ Հոգու մեջ։ Արդարությունը, հա, մենք տեսանք էլի մեր սերտողության ժամանակ, երբ անցնում ենք Հռոմեացիների թղթի վրա, արդարությունը այդ Աստծո ներկայությունից բխող այդ ամբողջությունն է, բարօրությունն է, որ Քրիստոսի խաչին հավատալով մարդը կարողանում է ունենալ։ Ինքը արդար է հռչակվում Աստծո առաջ։ Կարելի է հասկանալ այսպես, որ երբ որ մարդը արդարացած է, ինքը արդեն արքայության քաղաքացի է համարվում։ Ուրախությունն էլ, հա, խաղաղությունը, ուրախությունը դրանք էլ արդարությունից բխող բաներ են։ Հիշում եք 5-րդ գլուխը հենց բացում է առաքյալը Հռոմեացիների թղթի, որ հավատքով արդարացած լինելով խաղաղություն ունենք Աստծո հետ։ Սրանք այդ ներկայության, Աստծո արքայության ներկայության նշաններն են, որ շատ մարդիկ ասում են, բա ուր է Աստծո արքայությունը։ Ու հիանալի կերպով սա արտահայտվում է Եբրայեցիներին 1:8-9։ Քո գահը ով Աստված հավիտյանս հավիտենից է։ Քո թագավորության գավազանը արդարության գավազան։ Դու արդարությունը սիրեցիր ու անօրենությունը ատեցիր։ Այդ պատճառով ով Աստված քո Աստվածը ուրախության յուղով օծեց քեզ ավելին, քան քո ընկերակիցներին։ Ինչ է ստացվում, որ որդին նստում է հավիտենական գահի վրա, արդարությունը ձեռքին, ու հենց այդ արդարությունը սիրելու պատճառով է, որ նա վայելում է այդ գերազանց ուրախությունը, որ ամեն մտքից վեր է։
Նոր կտակարանը էլի բնութագիրներ ունի, Աստծո արքայությունը 6 անգամ ներկայացվում է որպես ժառանգություն, բայց հետաքրքիր է նա, որ մենակ մի տեղ է դրական կերպով խոսում դրա մասին, Մատթեոս 25-ում, երբ Հիսուսը ասում է, որ մարդկանց ընդունում է, հա, հավատացողներին ընդունում է արքայության ժառանգության մեջ։ Մնացած 5 անգամները, երբ որ խոսվում է, բացառելու կերպով է խոսվում արքայության ժառանգության մասին։ 5 դեպքերում Պողոս Առաքյալի թղթերում է ներկայացված, շեշտը բացասական է, այսինքն մարմինը ու արյունը չեն ժառանգի Աստծո թագավորությունը։ Որոշակի մեղքեր գործողները չեն ժառանգի Աստծո թագավորությունը։ Եթե սենց ապրեք, չեք մտնի Աստծո թագավորությունը։ Հետևաբար մենք տեսնում ենք, որ Աստվածաշունչը այո, լավ էլ կիրառում է այս բացառելու տարբերակը, այս ճշմարտությունը մեզ սովորեցնելու համար։ Ու Հիսուսը եւս մեկ մարդկանց խումբ կա, որ չի ժառանգելու Աստծո արքայությունը ու չի ժառանգում Աստծո արքայությունը ներկայում, դա մաքսավորների ու պոռնիկներից զզվող այդ խումբն էր, որոնք իրենց վերևից էին նայում։ Դրանք կրոնական ինքնաարդարներն էին։ Ու Հիսուսը հակադրելով ասում է, որ մաքսավորներն ու պոռնիկները կմտնեն ձեզանից առաջ իդեպ, բայց դուք կմնաք դրսում։ Սրանք Մատթեոս 21-ում է շատ խոսվում իրանց մասին, իրենք կրոնական ինքնաարդարներն են, որոնց որ Աստծո վերագրված արդարությունը պետք չի։ Իրենք իրենց գործերով, հա, փորձում են հաստատել այդ արքայության մեջ մուտքը։ Վայ ձեզ դպիրներ ու փարիսեցիներ, կեղծավորներ, որտեղ փակում եք երկնքի արքայությունը մարդկանց առաջ։ Ոչ միայն իրանք էին դուրս մնում, այլ նաև իրենց գործունեությամբ, իրենց ուսուցմամբ այնպիսի բաներ էին սովորեցնում, որ մարդկանց համար խոչընդոտ լիներ արքայությանը մասնակից լինելը։ Ու Սուրբ Շաբաթվա ընթացքում Մատթեոսի ավետարանում սա ձևավորում է մի ամբողջ հատված, որտեղ Հիսուսը շեշտում է, որ այդ արտաքին կրոնականությունը, հա, մարդուն կարա դուրս թողի արքայությունից։ Ու եթե մենք Աստծո արքայությունը փորձում ենք սահմանել, հա, փորձեցինք նայել ինչ-որ համարների, կարելի է նաև հասկանալ, թե ովքեր են դրա քաղաքացիները։ Եթե ոմանք դուրս են մնում կամ չեն ժառանգում արքայությունը, ապա ովքեր են դրա իսկական քաղաքացիները։ Հիսուսը սովորեցնում է, որ արքայությունը մտնելու համար պետք է մանուկների նման լինել։ Տեսնում եք, ինչքան տարբեր է այս արքայությունը նրանից, ինչ որ մենք տեսնում ենք Դանիելի մարգարեության մեջ, նախորդ այդ թագավորությունները, որոնք որ նկարագրվում են, դրանց ոչ մի բանով նման չի։ Արքայության հիմնարար արժեքներից մեկը խոնարհությունն է։ Երանելի են հոգով աղքատները, որտեվ նրանցն է երկնքի արքայությունը։ Ու աշակերտներն էլ էին միջև վերջ չէին կարողանում հասկանալ ամբողջությամբ արքայության էությունը ու սխալվում են, երբ կենտրոնում էին մեծության վրա։ Տեր ով է մեծը թագավորության մեջ։ Ու հենց Մատթեոս 19-ում Հիսուսը իրենց հանդիմանում է, երբ որ երեխաներին մոտիկ չեն թողում, Հիսուսը իրենց հանդիմանում է ու անմիջապես դրանից հաջորդող հատվածում ինքը ոչ թե դա բացատրում է, որ հեսա տեսեք, ես ձեզ մի հատ օրինակ եմ բերելու, շատ հետաքրքիր է գրված։ Ուղղակի պետքա դու ուշադրությամբ շարունակես տեքստը կարդաս ու կտեսնես անմիջապես հաջորդ հատվածում Հիսուսը ուղղակի առանց բառերի այս թեմայի հետ կապված, երեխաների թեմայի հետ կապված, առանց բառ օգտագործելու ոնց է ցույց տալիս, որ ինչքան դժվար է հարուստին մտնել Աստծո թագավորությունը։ Սա պատահական չի։ Անմիջապես այդ հատվածից հետո խոսվում է, որ երեխաներինն է, այդպիսիներինն է երկնքի թագավորությունը, անմիջապես մի հարուստ մոտենում է իրան ու ինքը այդ հարուստի հետ զրուցելու միջոցով ընթերցողին ցույց է տալիս հակադրությունը։ Նիկոդեմոսի հետ զրույցն էլ էլի մի հետաքրքիր դրվագ է մեր համար ու բացահայտում է հենց մի հիմնարար ճշմարտություն։ Միայն նրանք, ովքեր վերստին ծնված են, կարող են տեսնել ու մտնել Աստծո թագավորությունը։ Ստացվում է, որ Աստծո արքայությունը բնական ծնունդով չեն կարող ժառանգել ու դառնում են դրա քաղաքացիները գերբնական ծնունդով։ Ու քաղաքացիները հետևաբար նրանք են, ովքեր ընտրված են Աստծուց ու վերածնված են Սուրբ Հոգու միջոցով, ում կյանքը ցույց է տալիս Սուրբ Հոգու իրական աշխատանքը։ Ինչի համար եմ սա ասում, որովհետև ասում է ոչ թե ամեն ոք, որ ինձ Տեր ասում, պիտի մտնի երկնքի թագավորությունը, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է։ Այստեղ էլ Հիսուսը խոսում է արքայության մասին որպես մի ապագայի բան։ Տեսեք, շատ համարներ մենք կարդացինք արքայության մասին որպես ներկա իրականություն։ Այստեղ Հիսուսը խոսում է դրա մասին որպես մի ապագայի իրականություն։ Չնայած սա էլ կարելի է հասկանալ որպես ներկայում, այսինքն այն մարդիկ, ովքեր որ կատարում են Հիսուսի կամքը, կկոչվեն, հա, այդ արքայության քաղաքացիները։ Բայց ամեն դեպքում Աստվածաշունչը միևնույն է խոսում է արքայության մասին, որ ներկա է, բայց դեռ պիտի գա։ Սա շատ մի հետաքրքիր իրականություն է, որ հիմա էլ
շատ քրիստոնեական աստվածաբանների խառնաշփոթի մեջ է թողում ու մարդիկ երբ որ փորձում են վերջնական պատասխան տան, իրենք չգիտեն ինչ ասեն, որտեվ համարներ կան, որտեղ խոսում է արքայության մասին որպես արդեն ներկա, հա, ռեալիզացվող, եւ համարներ կան, որտեղ խոսում է, որ արքայությունը դեռ սպասելի բան է, ապագայում է լինելու։ Ու արքայությունը նաև հետևաբար կարելի է ընկալել որպես, այսպես ասած, գաղտնիք։ Իր մեջ պարունակում է միանշանակ գաղտնիքի տարը։ Թեև ու պատահական չի, որ հենց այս Դանիելի հատվածի վրա մենք շատ մեկնաբանություններ ունենք գրված, որ սկսած այդ ժամանակվա հрьяաներից, հա, որոնք որ չեն կարողացել մեկնել, սա ու 7-րդ գլուխ ու Դանիելի մարգարեությունը ընդհանրապես հանել են մարգարեների ցուցակի միջից, հասնելով մինչև քրիստոնեական ուշ ժամանակաշրջան, շատ տարբեր կարծիքներ կան։ Ինչի համար, որովհետև ինքը իր մեջ որոշակի խորհրդավորության տար է պարունակում արքայությունը։ Տեսեք, թեև այն պետքա քարոզվի, միևնույն ժամանակ ինքը գաղտնիք է։ Հիսուսը հաճախ խոսում է առակներով, ու ինքն է ասում, որ դա գաղտնիք է։ Բացատրում է, որ երկնքի արքայության գաղտնիքներն եմ ես ձեզ հիմա ասում, այս առակներով, աշակերտներին ասում։ Ու ասում է, որ տրված են սրանք ձեզ, այս գաղտնիքները, բայց դրսիններին տրված չեն։ Ստացվում է, որ արքայությունը իրական է, ներկա է, բայց անտեսանելի է նրանց համար, ում աչքերը բացված չեն։ Ու այս ամենի հիմքում բնականաբար մենք տեսնում ենք Աստծո գերիշխանությունը։ Ինքը որոշել է բացահայտել թագավորության բնույթը ոմանց, իսկ մյուսներին թողնում է դրսում։ Հիսուսը նույնիսկ ուրախանում է, որ այսպես է իրականությունը, որ հայրը թաքցրել է այս ճշմարտությունը իմաստուններից ու հայտնել է մանուկներին։ Հիշում եք այդ համարը։ Մաքսավորներն ու մեղավորները ներս են մտնում, իսկ ինքնաարդարները մնում են դրսում։ Ու արքայության ավետանը պետք է քարոզվի ամբողջ այս դարում, հա, այս միջև որ վերջը կգա, որպես վկայություն բոլոր ազգերի, ինչպես Հիսուսը ասեց։ Ու մարդիկ ապրում են իրենց կյանքը այնպես, կարծես Աստծո արքայությունը չկա, բայց իրականությունը այն է, որ իրենք ուղղակի ապստամբ են իրենց թագավորի դեմ, ու Աստվածաշունչը լավ է սովորեցնում է արքայության զորությունը, իրականությունը եկեղեցու դարաշրջանում, ուղղակի այս մարդիկ, ովքեր որ ում որ փակված է Աստծո արքայության գաղտնիքները, իրենց համար այն բնականաբար անտեսանելի է։ Ազգերը մոլեգնում են, ժողովուրդները խորհում են ունայն բաներ, բայց երկնքում նստող թագավորը ծիծաղում է։ Նրա նպատակները անկասելի են։ Սա էլ էլի թագավորության լեզու է Սաղմոս 2-ն էր։ Սա է մեր պատգամը, որ Աստված թագավորում է, ու նրա արքայությունը հավիտենական է։ Ինքը անկհակտելի թագավորություն է։ Եթե մարդիկ չապաշխարեն, պիտի կորչեն։ Սա է մեր պատգամը, սա է եկեղեցու պատգամը ազգերի։ Ու արքայությունը իրական է, բայց թեկուզ շատ անգամ մարդկանց անտեսանելի կարող է լինի բնական աչքով, իհարկե, բայց տեսանելի է հավատքի աչքով։ Ու Աստծո արքայությունը միշտ գործում անգամ այն ժամանակ, երբ մենք չենք նկատում։ Չնայած այս բոլոր ճշմարտություններին, որ մենք ընթերցեցինք, մենք վերջնական չենք տեսնում Աստծո արքայությունը իր փառավորված կարգավիճակում։ Սա էլ է ապագայի տարնա, որ կա, անշուշտ։ Եբրայեցիս 2-ում ասվում է դեռ չենք տեսնում, որ ամեն բան նրա տակ դրված լինի։ Եբրայեցիս 1-ում խնդիր չկա հեղինակի համար, որ Հիսուսը թագավորում է հիմա։ Բայց 2-ում նա ասում է դեռ չենք տեսնում, որ ամեն բան նրա տակ դրված լինի։ Աշխարհը այո, միանշանակ լի է չարությամբ ու մեղքը բացայտորեն խրախուսում է շատ անգամ ոչ միայն դրսում, այլ նաև ներսում, չգիտեմ, քրիստոնյաները իրար հանդեպ ինչ ասես անում են, եկեղեցում տարբեր, հա, բաժանություններ են լինում, միանշանակ։ Խնդիրը միայն դրսում չի, ներսում էլ կա խնդիր։ Բայց ճշմարտությունը sense գնալով, որ հարաբերական է դառնում, դա չի նշանակում, որ Աստծո կերպարը իրականում կարելի է խեղաթյուրել։ Դա այդ մարդկանց, հա, մտքերի մեջ է խեղաթյուրվում ուղակի։ Ու բայց այս ամեն ինչը մարդկանց ստիպում է հարցնել, լավ, որտեղ է Աստծո թագավորությունը ու նոր բան չի սա։ Եկեղեցին միշտ էլ ապրել է խեղված սերունդների մեջ ու հենց սկսած 5 տակարանից էլ հիշում եք Սաղմոս 73-ում ասափը ժողովողում քարոզիչը, Երեմիան իր ողբերի մեջ, Սաղմոս 137-ում Բաբելոնի գետերի առաջ նստած այդ գերին, հա, Սաղմոս 2-ն, բոլորն էլ բախվել են այդ նույն իրականությանը, առաջի դարում Քրիստոսի առաքյալները, երկրորդ, երրորդ դարաշրջանում առաքելական հայրերը եկեղեցու, բոլորն էլ բախվել են այս իրականությանը։ Ու արքայությունը իրական է, բայց ամբողջապես դեռ չի երևում, սա է խնդիրը։ Ու հենց այստեղ մեր հավատքի փորձությունն է։ Կողոսայում գտնվող քրիստոնյաները թագավորության մեջ էին, սենց ասում առաքյալը։
1:12-13-ում իրանք արդեն փոխադրված են թագավորության մեջ։ Նույնպես Թեսաղոնիկեում գտնվողները երկրորդ գլխում է ասվում։ Ասիայի 7 եկեղեցիները հայտնության մեջ երբ որ բարևներ է տրվում։ Իրականում բոլոր քրիստոնյաները ըստ Եբրայեցիս 12:28-ի ստանում են այդ անկախտելի թագավորության իրենց բաժինը։ Ու սա մեզ բերում է մի հարցի, թե ո՞րն է այդ թագավորության ապագան։ Ինչպես Դանիելը ասաց Նաբուգոդոնոսորին, որը երբեք չի կործանվի։ Այն հավիտյան կմնա, սա էլ մեր համարի այդ վերջի հատվածն է։ Ինչպես Եբրայեցիների թղթի հեղինակը ասեց 12-րդ գլխում, թագավորություն, որը երբեք չի շարժվելու։ Բոլորն էլ խոսել են այս թագավորության մասին։ Երբ մենք կարդում ենք առաջին Կորինթացիներին 15-րդ գլուխը, մենք տեսնում ենք, որ Քրիստոսի գալուստով այն կփոխանցվի հորը։ Սա է ապագան թագավորության։ Ու այդ ժամանակ ինքը կվերացնի ամեն իշխանություն, զորություն եւ ուժ, որը մնացել է դեռ հակառակ իր տիրապետությանը։ Մինչև այդ գրված է. Քրիստոսը պիտի թագավորի մինչև բոլոր թշնամիները դրվեն նրա ոտքերի տակ, ու վերջին թշնամին մահը։ Այսինքն հիմա Քրիստոսը թագավորում է ու մինչև այն ժամանակ պիտի թագավորի, մինչև բոլոր թշնամիները հաղթահարվեն, վերջին թշնամին էլ մահը, ով իր երկրորդ գալուստով հաղթվելու է ու վերջում ամեն ինչ տրվելու է հորը։ Սա է մեր առաջի Կորինթացիս 15-ի ընթերցանությունից տպավորություն արքայության ապագայի վերաբերյալ։ Ինչպես Հիսուսը սովորեցրեց իր որոմների առակի մեջ Մատթեոս 13:40-43-ում, դարի վերջում, երբ որ այս եկեղեցական դարը վերջանա, հրեշտակները թագավորությունից կհավաքեն բոլոր գայթակղություն գործողներին ու անօրինություն գործողներին։ Ու այն ժամանակ արդեն արդարները կփայլեն ինչպես արևը իրենց հոր թագավորությունում։ Հիմա այս պահին ստիպված են արդարները ապրել Աստծո թագավորության մեջ, որտեղ այս հատվածում նկարագրված է որպես այդ արդ Աստծո թագավորություն, որտեղ աճում են համ լավերը, համ վատերը միասին, մենք ստիպված ենք ապրել այդ իրականության մեջ։ Ինչպես ասեցի, քանի որ թագավորությունը ներկայացված է, տեսեք, որոշ համարներում մենք տեսնում ենք, որ այո, այն իրական է, այն հիմա է, բայց տեղեր կան, որտեղ խոսում է ապագայի մասին, տարբեր մոտեցումներ կան։ Հիմա ասենց ամփոփ ուղղակի կներկայացնեմ, ու եթե հարցեր ունենք, արդեն դրանից հետո կարող ենք քննարկել։ Ընդհանրապես սա ամբողջ համաները չէր, որ կարելի էր մեջբերել արքայության մասին, ելի եմ ասում, միայն այս բառակապակցությունով չի, կարելի է շատ անգամ, երբ որ խոսում է Աստծո գերիշխանության մասին, այդ պատվիրանների հնազանդության մասին, կարելի է հանդիպել արքայության լեզվի։ Բայց 5 կտակարանից էլ շատ համարներ կան, որտեղ իդեպ այո, հենց 5 կտակարանում է, որ շատ հատվածներ կան, որտեղ արքայության մասին խոսվում է երկրային տերմիններով։ Դրա համար շատ մարդիկ շփոթվել են ու մինչև հիմա շփոթվում են խոսելով արքայության մասին երկրային տերմիններով, որովհետև շատ հատվածներ մարգարեությունների մեջ խոսում է արքայության մասին, ինչպես մի երանելի կարգավիճակ ներկայացված այն իրականությունով, որը որ այդ ժամանակվա ընթերցողի համար երանելի կարգավիճակներ։ Օրինակ, որ չգիտեմ, պատերազմ չլինի, հա, ձիերի վրայից հանվի այդ թամբերը, կարգեր չլինեն մարտերի համար, այդ մարդու, այդ ժամանակաշրջանի մարդու համար դա է իդեալական կարգավիճակը։ Ինքը հոգնած է պատերազմներից, դա իր ընկալումը անթերի կարգավիճակի։ Դրա համար այդպես է ներկայացնում մարգարեն։ Ու այս մարդկանց մոտ տպավորություն է ստացվում, որ ինքը կարելի է իրեն երկրային տերմիններով արդեն չափել։ Դրա համար Հիսուսին անդադ մոտենում են։ Այս անգամ ես հաստատելու, ինչպես է, երբ է, հիմա ես հաստատում, ուր է քո թագավորությունը, բա որ դու թագավորես քո թագավորությունը ուր է։ Հենց է դրա համար եմ ասում, նոր կտակարանին ուշադրություն պետք է դարձնենք, ես միշտ ասում եմ, որպես 5 կտակարանի մեկնաբանություն։ Եթե մենք նոր կտակարանին չվերաբերվենք որպես 5 կտակարանի մեկնաբանություն, կլինի այնպես, որ կլինեն շատ բաժանումներ, որովհետև մի տեղից կվեցնենք մի հատված, մյուս տեղից մյուս հատված, կամ պետքա խառը ինչ որ աստվածաբանություն ունենանք, կամ էլ մեր համաձայնեցնելուց շատ համարներ անտեսենք։ Ու տեսեք, կան տարբեր մոտեցումներ, հենց սրա պատճառով, այս ինչ որ թվարկեցի, հետևյալ 4 մոտեցումներին ուզում եմ անդրադառնամ, որ մի մոտեցումով ինչ է Աստծո թագավորությունը, հա, ընդհանրապես Դանիելի մարգարեության մեջ նկարագրվող ասում է, որ Քրիստոսը, տեսեք, ես ոնց ներկայացրեցի ձեզ, որ ասի կարելի է ենթադրել, որ քարը գլորվում է եւ խփում է ոտքերին Հռոմի կայսրության ժամանակ, որտեղ ոտքերին է խփում։ Սա միակ մոտեցումը չի,
մոտեցում կա, որ հա, քանի որ ոտքերին ախփելու մարդիկ դա տեսել են, բայց դե հիմա էլ չկա հռոմեական կայսրությունը, մտածում են վերջում կվերականգնվի էլի հռոմեական կայսրությունը, ու այդ ժամանակ Քրիստոսը երբ որ գա կհաստատի թագավորությունը, ու բայց հիմնականում այս 4 տեսակետներն են, այսինքն հետեւյալն է, որ Քրիստոսի պիտի վերադառնա մինչև բառացի երկրային հազարամյա թագավորությունը, ու այդ ժամանակ միայն նոր կլինի այդ որ քարը գլորվում է, խփում է աշխարհի այս համակարգին, հա, ու կլինի այս երկրային բառացի խաղաղության նկարագիրը, վերցրած տարբեր համարներից, հայտնություն 21:6-ի այս ինտերպրետացիայից, Զաքարիայի 14-ից, Եսայի 11-ից, ու առանձնահատկությունը այն է, որ ապագայում են հիմնականում տեսնում թագավորությունը, ու Դանիել 2:7-ն էլ տեսնում են դեռ չկատարված իրականություն։ Մյուս տեսակետով Քրիստոսը էլի նախքան երկրային 1000 տարվա թագավորությունն է գալու, բայց եկեղեցին հիմա էլի կազմում է դրա մասը ու անցնում է արդեն հիմիկվանից սկսած նեղությունների միջով։ Այսինքն այս տեսակետով չի բրծնում եկեղեցի նեղություններից, ու որը տևում է անորոշ ժամանակ այնքան մինչև Քրիստոսը գա, հա, հիմիկվանից սկսած։ Ու այս տեսակետով այդ թագավորությունը էլի ապագա պատմական փուլ է, բայց նեղությունները վերջանում են մենակ այնքան ժամանակ, երբ որ արդեն Հիսուսը ստեղ է, հա, հիմա թագավորության մեջ ապրելով եկեղեցին պետք է անցնի նեղությունների միջով։ Հաջորդ ընկալումը, եւ սրանք շատ հայտնի տեսակետներ են, շատերը կարող անգամ ծանոթել լինեք, այնպիսի բան չի, որ ինչ-որ փոքր հա մասա հարում այս տեսակետներին, քրիստոնեությունը կոնկրետ բաժանված այս 4 մասերի կոնկրետ արքայության ընկալման վերաբերյալ։ Հաջորդը սա է, որ ավետարանի հաղթանակի միջոցով աշխարհը վերջի վերջո քրիստոնեականացվում է, այսպես ասած։ Ու երբ որ Հիսուսը գալիս է, հիմա 1000 տարին է, երբ որ Հիսուսը գալիս է, ոչ ֆիզիկական, այսինքն ալեգորիկ 1000 տարին է, ու երբ որ Հիսուսը գալիս է, արդեն գալիս է քրիստոնեականացված երկրագնդի վրա։ Այսինքն հաղթանակը տանում է ավետարանը, հիմա քարոզը։ Այսինքն չգիտեմ, չեն ասում, որ բոլորը փրկված են լինելու, բայց քրիստոնեական են, օրինակ չի լինելու մուսուլմանական պետություն։ Հա, այսպիսի մի, այսինքն հաղթանակում է ավետարանը ազգերի մեջ հիմա։ Ու վերջում էլի, այո, հեսա կանդրադառնանք ընդհանրություններին։ Բոլորն էլ ասում են, որ վերջում այդ անթերի վիճակը լինելու է։ Խնդիրը հիմա է, թե հիմա մենք ստեղ ինչ ենք անում։ Տարբերությունները դրա մեջ է։ Շեշտը էլի մշակույթային է ստեղ, ի տարբերություն են մնացած երկու տեսակետների, ու ազգերի ընդհանուր քրիստոնեականացումն է, ու 1000 տարին էլ ոչ բառացի ընկալումով է։ Ու 4-րդ տեսակետով էլ Քրիստոսը արդեն հիմա թագավորում է երկնքից, ու Աստծո արքայությունը հիմա ներկա է էլի նման նախորդ տեսակետին եկեղեցու դարաշրջանում, եկեղեցու գործունեության մեջ, ու արքայության տարածումը եկեղեցու գործունեությունն է։ Բայց Քրիստոսի երկրորդ գալուստը ինչ է բերում, բերում է ընդհանուր հարություն արդարների եւ մեղավորների, բերում է անմիջապես այդ ընդհանուր հարությունը դատաստան ու նոր երկինք, նոր երկիր, որտեղ արդեն հետո արքայությունը իր ողջ ճոխությամբ տեսանելի կլինի։ Մինչ այժմ, ինչպես այս վերևի համարում կարդացինք, հա, արդարներն ու մեղավորները միասին պետք է ապրեն, մինչև որ վերջում Աստված իր հրեշտակին ուղարկի եւ հա քաղեն որոնները առանձնացնեն։ Ու չեմ ուզում ֆիքսվեմ, իհարկե պատրաստ եմ, եթե հարցեր կան, կքննարկենք, բայց որպես sense ամփոփել, փորձում եմ ընդհանրություններ գտնել, որտեղ իմ համար միաբանությունը շատ ավելի կարևոր է, ու ընդհանուր համաձայնությունը հետեւյալն է, որ բոլոր մոտեցումները ընդունում են Քրիստոսի հաղթանակը, թե հիմա, թե վերջում, վերջնական հարությունը, Աստծո թագավորության հավիտենականությունը, որ ինքը չի վերջանալու, այն որ վերջում ամեն բան լինելու է այն կարգավիճակում, որը որ մենք իրականում բոլորս սպասում ենք, առանց մեղքի, հա, հավիտենական Աստծո ներկայությունը վայելելը, ինչպես որ մարդը սկզբից էլ Էդեմական պարտեզում ստեղծված էր, որպեսզի վայելեր ու լիներ դրա մասը։ Սրանք այդ ընդհանրություններն են, որ այս տեսակետները ունեն։ Իհարկե, իրանք եթե sense խորանանք, հա, սա շատ ընդհանրական ներկայացում էր, եթե խորանանք, իրանք չի լինի իրենց բարիշացնել, այս 4 տեսակետները անհնար է բարիշացնել։ Ուղղակի այս 3 ընդհանրությունները վերցրել էի, որպեսզի sense երբ որ մենք, չգիտեմ, տեսնում ենք մի մեզ հավատակից եղբայր կամ քույր, որ կիսի սրանք այս կարծիքներից մեկը, մենք իմանանք, որ սրանք կան, սրանք եղել են, ու սրանցից ոմանք հենց առաջի դարից ներկա են եղել քրիստոնեական պատմության մեջ, ու եկեղեցու հայրերի մոտ կարելի է ընթերցել այս տեսակետները։
Այսքանը Դանիելի երկրորդ գլխի վերաբերյալ հաջորդ շաբաթվանից արդեն տերեկամենակ անցնենք երրորդ գլխին, ուղղակի կարևոր էր հասկանալ, թե ինչի նկատի ունի Դանիելը ու ինչ կերպով անոր կտակարանը ներկայացնում այն քարը, որը խփում է եւ ջարդում է այդ մնացած թագավորությունները։